Դեպի Հայաստան ապրանքների տարանցման արգելքը չեղարկելու Ադրբեջանի նախագահի հայտարարությունից ժամեր անց Թբիլիսիում Հայաստանի վարչապետը Թուրքիայից Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ Հայաստանի տարածքով տարանցում ապահովելու պատրաստակամություն հայտնեց։ Փաշինյանը խոսում էր բեռնատարների անցման մասին, քանի որ երկաթուղին նորոգման կարիք ունի։ Եթե ենթակառուցվածքներ լինեին, ասաց, Երևանը պատրաստ էր Հայաստանի տարածքով ապահովել նաև Նախիջևանից դեպի Ադրբեջանի հիմնական մաս տարանցումը։ Պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության հենց այսօրվանից, Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե ճանապարհները, թե սահմանային ենթակառուցվածքները պատրաստ են սրա համար Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղով։ Ադրբեջանի նախագահը երեկ Աստանայում էր տարանցման արգելքը հանելու մասին խոսել։ Առաջին բեռը կլինի Հայաստան առաքվող ղազախական ցորենի խմբականակը, որը ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի Ակտաուից Բաքու, այնտեղից երկաթգծով Վրաստան, ապա Հայաստան կհասնի։ Ադրբեջան տարեփի Էրմենստան Թբիլիսիում անցկացվող նույն Մետաքսի ճանապարհ համաժողովին մասնակցող Ադրբեջանի վարչապետն էլ ասաց, Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելով Բաքուն նպաստել է տարածաշրջանում համագործակցության եւ վստահության վերականգնմանը։ Yük tranziti ilə bağlı Մինչ Փաշինյանն ու Ասադովը հաղորդակցությունների անցման հեռանկարից էին խոսում Հայաստանի ազգային ժողովում, իշխանությունն ու ընդդիմությունը բուռն բանավիճում էին շատ կոնկրետ հարցի շուրջ։ Ավելի քան 30-ամյա շրջափակումից հետո ղազախական ցորենն Ադրբեջանի տարածքով ստանալը կարևոր զարգացում է, թե աննշան մի հարց։ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հեղափոխական որակեց տարանցման արգելքի չեղարկումը։ Օգոստոսի 8-ի հռչակագիրը ընդդիմությունը եւ Հայաստան խմբակցությունը եւ Պատիվ ունեմը եւ իրենց հետ աֆիլիացված քաղաքական ուժերը այդ պայմանավորվածությունը ուղղված գլխավոր քննադատությունը հետեւյալն էր. Սա միակողմանի զիջում է, Ադրբեջանը հնարավորություն է ստանալու Հայաստանի տարածքով տրանզիտ իրականացնել, Հայաստանը ստանալու է ոչինչ։ Այս միակողմանի զիջելը ոնց է արտահայտվում, հենց որ առաջինը դեպի Հայաստան կարողանում ենք Ղազախստանից ցորեն ներկրել, հա։ Ընդ որում խնդիրը միայն ցորենը չի, կամ խնդիրը միայն Ղազախստանից բան ներկրելը չի։ Հարցն է, որ վերջապես մենք ունենում ենք աղբյուրների դիվերսիֆիկացիա։ Սա ներկայացնել որպես ապաշրջափակում, դա անամոթ կեղծիք է։ Ադրբեջանը որևէ քայլ չի արել իր տարածքով դեպի Հայաստան մտնող գոնե մի կածան ապաշրջափակելու ուղղությամբ։ Գոնե մի կածան։ Հայաստան խմբակցությունից Արթուր Խաչատրյանը հայտարարեց, իրենք ապաշրջափակմանը դեմ չեն, իրենց պահանջը բոլոր ճանապարհների միաժամանակյա բացումն է։ Եթե մինչև այդ մեր համար կարան բաներ բացվեն, թող բացվեն, ինչ խնդիր կա։ Վատ է, հա։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ով է։ Իլհամ Ալիևը, թե Գևորգ Պապոյան։ Լավ, ինչի պետք է Հայաստանից չիմանային։ Ընդդիմադիր Գեգամ Մանուկյանը զայրացած էր։ Առաջին պահին տպավորություն էր, որ բանա երկաթգծով գալու է, օրինակ մտնի Իջևան, չէ, գալու է, հասնելու է էլի Վրաստան, Վրաստանով մտնելու է։ Այդ դիվերսիֆիկացիա, որ ասում եք, դիվերսիֆիկացիայով ցորեն կարանք բերենք Ուկրաինայից, Ռուսաստանից, այստեղից, այնտեղից, բայց էլի գալու էր մտներ Վրաստան, Վրաստանով մտներ Հայաստան։ Այդ փոխադարձության արդյոք Ժորժ ջան, արդեն տեյվական ժամանակ Հայաստանի օդային տարածքը Ադրբեջանն օգտագործում է։ Հետո 93 թվականին Թուրքիան է փակել։ Գեգամ Մանուկյանին բացատրեք, որ գոյություն չունեցող այս բան երկաթգծով անհնար է բան ներկրել։ Մեղրի երկաթգիծն էլ քանդած է սա։ Ձեր իշխանության օրոք մեղրի երկաթգիծը ասես քանդել են մետալալում են հանել։ Ընդդիմությունն իշխանությունից պահանջում էր հրապարակել նաև ինչքան ցորեն են Ղազախստանից գնում եւ ինչ գնով։ Հազարավոր տոննաների մեջ կարող է անկարծ sense մի բուր մեկը լցնի գրպանը գա, ասի դե տես։ Ավարտեք։ Ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից։ Ըստ բաց աղբյուրների ղազախական ցորենը անցած տարի իսկապես ավելի էժան է եղել ուկրաինականից, բայց Հայաստանը ըստ պաշտոնական վիճակագրության 2024-ին ոչ Ուկրաինայից, ոչ Ղազախստանից ցորեն չի գնել։ Հայաստանի ցորենի հիմնական մատակարարը Ռուսաստանն է, ռուսական ցորենը սակայն դարձյալ անցած տարվա տվյալներով թանկ է ղազախականից։